Բարև ձեզ։ Դուք Արցախից եք։ Արցախից եմ, բայց վաղուց Երևանում եմ ապրում եւ 88 թվականին Երևանում այդ հանրահավաքների կազմակերպիչներից մեկն եմ եղել Իգոր Մուրադյանի հետ։ Ինչ կարծիք ունեք այս պահին, ինչպես է իրավիճակը, մարդիկ ինչպես են տրավադրված հանրահավաքի։ Ընդհանրապես իրավիճակը շատ ծանր է։ Իշխանությունները ձեռ են քաշել Արցախից, իսկ քաղաքական ընդդիմադիր եթե կա էլ, այդ ընդդիմադիր կուսակցություններ, խմբավորումներ ոչ մեկը չունի ազգային գաղափարախոսություն եւ ազգային արժեհամակարգ։ Երկիրը ծանր վիճակում է հենց դրա համար։ Այսօր արցախցիները դուրս են եկել հստակ 3 պահանջով հայ գերիների վերադարձը, 40+10-երի սոցիալական ծրագրի շարունակումը եւ Արցախ վերադարձի խնդրով։ Ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը, ինչ որևէ պատասխան կտա արցախցիներին։ Երբ որ Արցախը ազատագրենք, Հայաստանն էլ իրենից ազատենք, այդ ժամանակ ինքը պատասխան կտա։ Նա հանցագործի մեկն է եւ այսօրվա դրությամբ պատրաստ է Հայաստանն էլ հանձնի, ինչպես Արցախն է հանձնել։ Եվ այսօր եթե խոսում են Արցախ վերադառնալու մասին, Արցախայությունը կարող է վերադառնալ միայն ազատագրելուց հետո։ Որևէ միջազգային երաշխիք չի կարող լինել Արցախի անվտանգությունը ապահովող։ Ինչ ժամկետներում եք պատկերացնում Արցախի ազատագրումը։ Ինչ ժամկետներում եք պատկերացնում Արցախի ազատագրումը։ Դե ժամկետները կախված է մեր ժողովրդի գիտակցությունից։ Եթե ժողովուրդը գիտակցի, պետք է մենք 88 թվականի շարժման նման մի բան պետք է սկսենք, բայց ես երկու հոգու դեռ չեմ գտել, որոնց հետ համագործակցենք։ 88 թվականին մի խումբ ընկերներով կազմակերպել ենք այստեղ մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր հազարներ դուրս էին եկել փողոց։ Արցախցիները միասնական չեն այսօր։ Չէ։ Հայկական առանձին Ի՞նչն է խանգարում, որ միասնական լինեն։ Չեն գիտակցում ուղղակի ինչի շուրջ համախմբվել։ Տարբեր կուսակցություններ կա, տարբեր խմբավորումներ կա, ամեն մեկը կարող է մի 100-200 հոգի հետևից գցի, բայց արցախցիները դեռ փնտրում են ում միանան։ Մեկ տեսնում ես միասինի հետ, մեկ տեսնում ես մի ուրիշ խմբի հետ, մեկ տարանջատված են, միասին դեռ փնտրտուքի մեջ են։ Այ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ելույթի ժամանակ այսպես ճղագրգիռ ասել է, որ Ղարաբաղյան հարցը ասում է, որ Ղարաբաղյան շարժումը պաշտոնապես փակված է, Արցախն է ասել այդ շարժումը, որ պաշտոնապես հայտարարում է, որ փակված է։ Վարչապետը ղալաթ անում, որ նման բաներ է ասում։ Մենք դեռ շարժումը պետք է սկսենք նոր։ Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլը է սկսվելու եւ ազատագրել ենք ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը իր նմաններից։ Ի՞նչն է խանգարում այսօր, որ այդ շարժումը սկսեք։ Մեր ժողովուրդը մտավորականների, գիտնականների գլխավորությամբ դեռ չի հասկանում, որ կա քաղաքական եւ դիվանագիտական ոլորտից վեր գաղափարական դաշտ։ Այդ գաղափարախոսությունը եթե չլինի, որևէ քաղաքականություն ծրագիր չգիտեմ, անիմաստ բաներ են դառնում։ Պետք է գաղափարախոսություն լինի, ես 30 տարի է դա առաջարկում եմ։ Facebook-ում ով որ ուզում է այդ շարժման մասնակցի ազատագրական իմիջում գրաված է 30 տարուց ավել է Հայաստանը Արցախի հետ միասին ուզում են բարձր կուլտուրայի երկիր ստեղծենք եւ գաղափարախոսություն ատրված հիմնավորված գիտականորեն եւ փիլիսոփայորեն այդպիսի բան երկրում չկա թող չփնտրեն արցախահայերը եթե ուզում են Արցախը ազատագրեն ուրիշ ճանապարհ չկա պիտի 88 թվականի շարժման նման մի շարժում սկսվի